մեկ-մեկ մտածում եմ, որ Ալիևը իր լավագույն երազներում չէր կարող պատկերացնել, որ կարող է այս ամեն ինչը ստանալ, որ կարող է նման ղեկավար լինի, ինձ թվում է երբեմն իրանք բարձա չէ, որ իրանք էլ չեն ուզում այդ պայմանագիրը ստորագրեն։ Ամեն անգամ անհավանական ինչ որ պահանջներ են ներկայացնում, այն հույսով, որ բարձա որ չէ, դիմացինը դժվար է այդ պահանջներն ընդունի, բայց ամեն անգամ ընդունում է Հայաստանը այդ պահանջները, իրանք ասում են՝ դե լավ, եթե սա էլ ընդունեց, հաջորդ պահանջը, հաջորդ ավելի անիրատեսական պահանջը, անկեղծ եմ ասում, ես նույնիսկ կարծում եմ, որ իրանք իրենց մտքով չի անցել երբևէ, որ այդ պահանջները դնելուց կարող է բավարարվի։ Ոնց եք պատկերացնում, օրինակ Ադրբեջանի համար, իրենք իրենց համար էլ չէին պատկերացնի, որ կարող է սահմանադրության հարց տնեին Հայաստանի առաջ ու ստիպեին, որ տանեին հանրաքվեի այդ հարցը։ Ու չնայած նրանք իրանք համարում են այս իշխանությունները, որ սա իրենց օրակարգն է, բայց աբսուրդ է, չէ, որ սա իրենց օրակարգը չէ։ Այսինքն սա իրական խաղաղության մասին չէ։ Ամբողջ հայ ժողովուրդը, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր անհատները ուզում են խաղաղություն, չեն կարող չուզենալ խաղաղություն։ Այլ բան է, որ այս թուղթը իրական խաղաղության հետ որևէ կապ չունի։